Ողջույն բոլորին։ Նախորդ վիդեոում մենք խոսում ենք կարկասային տների մասին եւ ինչ տարածվածություն ունեն նրանք ամբողջ աշխարհում։ Այսօր շարունակելով այդ թեման կխոսենք, թե ինչ բաղադրիչներից է բաղկացած կարկասային տունը։ Եվ առաջինը ինչից կուզեի սկսեի, դա միանշանակ հիմքն է։ Ցանկացած տուն սկսում է հիմքից, եւ այստեղ չկա ունիվերսալ տարբերակ։ Քանի որ հողերը տարբեր են իրենց առանձնահատկություններով եւ պահանջում են անհատական լուծումներ։ Առաջին ինչի մասին պետք է խոսենք, իհարկե դա պտուտակային կետային հիմքն է։ Կարելի է ասած, որ սա ամենաարագ եւ ամենաբարեկամականն է մեզ համար, քանի որ Հայաստանում ամենուր թեքություններ, անկումներ, ժայռեր եւ անակնկալներ հողի տակ։ Ամեն ինչ շատ պարզ է եւ արագ, ստացվում է, որ տունը դնում ենք մետաղյա ոտքերի վրա, պարզապես պետք է պտուտակել սվայաները հողի մեջ, իրար կապել միմյանց հետ եւ կարող ենք շարունակել աշխատանքները։ Շատ հարմար է, երբ որ հատուկ տեխնիկան տարբերակ չունի մոտենալ հողին եւ կատարել որոշակի աշխատանքներ։ Ինքներդ տեսնում եք ինչ հեշտ եւ հավես աշխատանք է։ Հաջորդ տարբերակը, որը կցանկանայի նշել, դա ամենատարածվածն է Հայաստանում, դա բետոնաամբրանային սվայաներն են։ Եթե հողամասը կոշտ է, բազալտ է, ժայռ է, ապա պտուտակելու տարբերակը մեզ համար չէ, քանի որ անհնար կլինի ուղղակի հողի մեջ պտուտակել։ Այստեղ գործի են գալիս երկաթ բետոնային սվայաները։ Սրանք հզոր բետոնային ասեղներ են, որոնք պարզապես դնում ենք հողի մեջ, հենում ենք բազալտին, քարին, ժայռին եւ պատրաստ է շարունակում ենք մեր տունը կառուցել։ Այս տարբերակը կանգնում է մոնոլիթ, կարծես թե հենց բազալտից է տունը աճում։ Ամփոփենք, երբ ենք ընտրում երկաթ բետոնային տարբերակը, երբ որ բազալտային հողը ժայռի վրա է, բարձր ծանրաբեռնվածություն է անհրաժեշտ ապահովել, անհրաժեշտ է առավելագույն ամրություն։ Եթե հողը բետոնի պես պինդ է, ապա սվայանե պետք է լինի նմանաչափ պինդ։ Եվ երրորդ տարբերակը դա սալային տարբերակն է։ Այս տարբերակում ստացվում է, որ տունը դնում ես բետոնե դահուկների վրա։ Բեռը բաշխվում է համաչափ, համարվում է ամենալավ տարբերակներից մեկը, բայց ունի մի մեծ բայց։ Թանկա աղբեր ջան, ցավը տանեմ, թանկա։ Եթե բյուջեի հետ խնդիր չկա, նա ունի մի շատ մեծ առավելություն։ Շինարարական process-ի ընթացքում, երբ որ նոր լիցք եք անում, այդ ժամանակ հնարավոր է տաք հատակի կոմունիկացիաները թաղել միանգամից մեջը։ Այսպիսով մենք ներկայացրինք 3 հիմքի տարբերակներ։ Իրականում նրանք ավելի շատ են, բայց կարկասային տեխնոլոգիաների համար սրանք ամենաօպտիմալն են։ Ամփոփենք, եթե պետք է արագ, էժան եւ որակով եւ հողը իրակ թույլ է տալիս, ապա վինտավոյ սվայ։ Երկրորդ տարբերակը դա բետոնաամբրանային համակարգն է, ամենատարածվածն է Հայաստանում, քանի որ Հայաստանի լանդշաֆտը իդեալական է նման որոշման համար։ Եվ երրորդը մոնոլիթ սալ է, իդեալական է, երբ որ հողը հարթ է եւ բյուջեն թույլ է տալիս կառուցել ձեր երազանքի տունը։ Անցնենք առաջ, հիմա կխոսենք հենց բուն կարկասի մասին։ Դա տանկմախն է եւ իրականում ունի մի շարք լուծումներ։ Առաջինը դա փայտե կարկասն է, թեթև ջերմ ճկուն։ Օգտագործվում է խոռոչային չորացման փայտ 12-ից 14% խոնավությամբ։ Ճիշտ երկրաչափությամբ, անտիսեպտիկով մշակված եւ բոլոր նորմերին համապատասխանող։ Առավելություններ՝ թեթև, լավ ջերմապահ, հեշտ մոնտաժ, էկոլոգիական, թերություններ, պահանջում է խոնավությունից պաշտպանություն, կարևոր է ճիշտ մեմբրանաներ օգտագործել։ Մեմբրանաների մասին կխոսենք մի քիչ ուշ։ Երկրորդ տարբերակը LVL սոսնձված փայտն է։ Սովորական փայտի հետ համեմատած LVL-ը ավելի ամուր է եւ թույլ է տալիս ավելի մեծ պլանավորում։ Առավելություններից բարձր ամրություն, կայուն երկրաչափություն, հարմար մեծ նախագծերի համար։ Թերություններ՝ թանկ է, փոքր տների համար հաճախ ավելորդ է։ Եվ տարբերակ 3՝ մետաղական կոնստրուկցիան։ Նշեմ, որ ամենատարածվածն է Հայաստանում, որովհետեւ էլի հիմնվելով լանդշաֆտի եւ սեյսմակայունության վրա նա ամենաօպտիմալն է։ Այո, ճիշտ հասկացաք, սովորական պրոֆիլ խողովակ է, բայց ոչ գարաժային մշակմամբ։ Ամենակարևոր առավելությունը, որ նա շատ ամուր է եւ թույլ է տալիս պանորամային լուսամուտներ, որովհետեւ ծանրաբեռնվածությունը ավելի հեշտ է պահում։ Այս տարբերակի ամենագլխավոր մինուսը դա ջերմակորուստն է, բայց նշեմ, որ ճիշտ մոտեցման ժամանակ այդ թերությունը կարող է դառնալ եւ պլյուս։ Իդեալական է, երբ որ պետք է առավելագույն կոշտություն,
Երբ որ անհրաժեշտ է մեծ ապակիապատում, ժամանակակից ֆասադ ենք ուզում, երկար բացվածքներ առանց սյուների, բարդ ճարտարապետություն, այս ամենը մետաղական կոնստրուկցիայի հնարավորություններն են։ Ամփոփելով ստացվում է, որ մետաղը ոչ լավն է, ոչ վատն է, կան տարբեր մոտեցումներ և տարբեր բյուջեներ։ Առաջինը հենց դուք պետք է որոշեք, թե ինչպիսին եք ուզում, որպեսզի լինի ձեր տունը և նրա կարկասը, ավելի էկո, ավելի թեթև, ավելի ջերմ եւ այլն։ Նշեմ, որ ճիշտ մոտեցման ժամանակ բոլոր ավելիները կարող են լինել յուրաքանչյուր կարկասի դեպքում։ Եվ ինչով է կարկասը մեկը մյուսին ամրացված շատ մեծ նշանակություն ունի։ Եթե ուզում եք բացկված դրա հետ կապված, խնդրում եմ գրեք մեկնաբանություններում եւ դրա վերաբերյալ նույնպես կնկարենք տեսանյութ։ Անցնենք առաջ եւ խոսենք ջերմամեկուսացման մասին։ Ահա այստեղ է սկսվում կարկասային տան իրական մոգությունը։ Արտաքինից սովորական պատ, իսկ ներսից հենց ջերմամեկուսացուցիչ է, մեկուսացուցիչից է, ուտեպլիտելից է, ջերմամեկուսիչից է կախված տան ջերմությունը, լռությունը, կոմֆորտը եւ լիքը այլ բաներ։ Առաջի տարբերակը դա քարե բամբակային տարբերակն է։ Ստանում են հալեցված ապարաժեց վերածելով մանրաթելի։ Առավելությունները հստակ են։ Չի այրվում, լավ է պահում ձևը, շատ լավ է պահում ջերմություն եւ ձայն։ Քարե բամբակը հիմնականում օգտագործում են պատերի մեջ, որովհետև նա պահում է իր ձևը եւ ժամանակի ընթացքում չի նստում եւ չեն առաջանում ինչ-որ բացատներ, որը բերում է հենց ջերմակորուստին։ Երկրորդ տարբերակը ապակյա բամբակն է։ Ավելի թեթև է, տեղափոխման համար ավելի հարմար է, բայց համեմատության համար նշեմ, որ ավելի վատ է պահում իր ձևը եւ պատերի մեջ դնելիս ինքը կարող է բերի շատ մեծ հետևանքների, որը որ դուք կզգաք միայն ժամանակի ընթացքում։ Դրա համար շատ կարևոր է ճիշտ նյութը օգտագործել ճիշտ տեղում։ Ապակյա բամբակը լավ ընտրություն է ավելի մեղմ կլիմայի համար կամ երբ բյուջեն սահմանափակ է, բայց պետք է նորմալ արդյունք։ Եթե շատ պարզ ասենք, ուզում եք առավելագույն կայունություն, հրակայունություն եւ լռություն, քարե բամբակ։ Ուզում եք թեթև, մատչելի եւ նորմալ արդյունք, ապակյա բամբակ։ Կարևորը ոչ թե ապրանքի անունն է, այլ թե ինչպես է տեղադրված ու պաշտպանված։ Հաջորդը գոլորշապաշտպանություն։ Մեր մեջ ասած պարաիզոլյացիա։ Իրականում ինչ-որ բարդ sense մոգական բան չկա սրա մեջ, սովորական պոլիէթիլենային ցելոֆանն է։ Ուղղակի պետք է ընտրել ավելի լավ որակի, որպեսզի փակցնելու ժամանակ չպատրվի եւ չստեղծի մեծ խնդիրներ ժամանակի ընթացքում։ Իրաք ամենակարևոր նշանակությունը նա է, որ տունը երբ որ ապրում է, մենք տան մեջ շնչում ենք, պատրաստում ենք, քայլում ենք եւ արտադրում ենք գոլորշի, որպեսզի այդ ամենը չմտնի պատի մեջ, չխոնավեցնի եւ չփչացնի պատը, օգտագործում են պարաիզոլյացիա։ Որովհետեւ ջերմամեկուսիչը ոչ թե վախենում է ջերմաստիճանից, այլ խոնավությունից։ Կան նաև ավելի մասնագիտական տարբերակներ, որոնք որ պահպանում են ավելի բարձր ջերմություն։ Հիմնականում օգտագործում են բանյաներում, սաունաներում, որպեսզի այդ տաք օդը չմտնի պատի մեջ։ Կարևորը ճիշտ գիտակցել, թե ինչպես է ծառայելու այդ գույքը։ Շարունակելով մեմբրանաների թեման, այժմ կխոսենք քամի եւ ջրապաշտպան մեմբրանայի մասին։ Սա պատի արտաքին բաճկոնն է դրսի կողմից։ Նրա հիմնական նշանակությունը այն է, որպեսզի դա թույլ տա խոնավությունը պատից դուրս գա, բայց միաժամանակ թույլ չտա, որ քամին եւ ջուրը ներս մտնի պատի մեջ։ Շատ կարևոր է չխառնել այս մեմբրանաները տեղերով։ Կստանանք կատաստրոֆիկ վատ արդյունք։ Սուրպրիզ։ Հաջորդը խոսենք օդային միջանցքի մասին։ Փոքր, բայց շատ կարևոր շերտ։ Չի պահանջում իրանից հավելյալ աշխատանք, չի պահանջում հավելյալ ներդրումներ, բայց գրեթե Հայաստանում տեսած բոլոր կարկասային տները չեն պաշտպանում այդ շատ կարևոր նորման, թե ինչի չեմ հասկանում։ Եթե դուք պատվիրել եք կարկասային տուն կամ ցանկանում եք պատվիրել, անպայման պահանջեք, որպեսզի կառուցապատողը ձեզ համար անի նախագիծ եւ ցույց տա բոլոր այս նյութերը, որ ինքը ճիշտ է կիրառում եւ գիտի թե ինչ է անում։ Շատ քիչ գլխացավանք, որը ձեզ կասատի ահռելի խնդիրներից ապագայում։ Անցնենք առաջ եւ խոսենք ֆասադից արտաքին տեսքից։ Կարելի է ասել, որ սա նման է հագուստի, սպորտային կլինի, դասական կլինի, կարևոր չէ, կարևորը որ նա կատարում է իր նշանակությունը։ Առաջի ամենատարածված մատերիալը դա հենց հայերեն ասած իմիտացիա բրուսը։
Սովորական վագոն կան է, որը որ փակում են, որը մաքսիմալ էկո է, մաքսիմալ գեղեցիկ է եւ մաքսիմալ տարածված է։ Որն է դրա մինուսը, նշեմ, որ ժամանակի ընթացքում պահանջում է խնամք ներկել, ինչ-որ լաքերով պատել, որպեսզի մրջյունները եւ այլ միջատները չուտեն ձեր պատը։ Հաջորդ տարբերակը դա ֆիբրոցեմենտային տարբերակն է, ինչն է նրա առավելությունը, իհարկե, դուք ճիշտ կռահեցիք։ Նա հրդեհակայուն է, նա ավելի ամուր է, չի պահանջում հավելյալ խնամք եւ իրականում շատ ու շատ գեղեցիկ է։ Այսօրվա տեխնոլոգիաները եւ նյութերը թույլ են տալիս բավականին մատչելի ունենալ նաեւ այդ տարբերակը։ Եվ երրորդ տարբերակը, որի մասին դա մենք խոսենք, դա մետաղական թիթեղյա տարբերակն է։ Ամենատարածվածը բավականին ամուր է, բավականին թեթև է, ջրից չի վախենում, ցրտից չի վախենում, ունի 1000 ձևեր, 1000 գույներ եւ հնարավորություն է տալիս ձեր ճաշակի ֆասադը ստանալ։ Ամփոփելով ֆասադները նշեմ, որ եթե դուք գտնվում եք անտառային միջավայրում, կարծում եմ, որ փայտային տարբերակը ամենաիդեալականն է, մաքսիմալ միաձուլվում եք բնության հետ։ Եթե շատ եք վախենում, որ տունը կայրվի, ապա ֆիբրոցեմենտային տարբերակը լավագույն լուծումն է։ Եվ երրորդը, եթե ցանկանում եք, արագ մատչելի մետաղաթիթեղյա տարբերակներն են։ Պատերը վերջացրեցինք, հասանք տանիքին։ Իրականում տանիքը պատերի պես նույնպես պետք է ունենա իր հստակ շերտերը, սենդվիչը պետք է լինի իդեալական։ Ճիշտ է։ Ուղղակի այստեղ մենք ունենք հավելյալ պահանջներ տանիքի նկատմամբ։ Տանիքը պետք է շնչի, տանիքը պետք է լինի ամուր, տանիքը պետք է լինի պաշտպանված ձնից, անձրևից, տերևներից, ճյուղերից եւ այլն։ Անցնենք առաջ։ Առաջի տարբերակը փափուկ տանիքն է։ Իդեալականը, եթե դուք ցանկանում եք, որպեսզի տունը լինի մաքսիմալ անաղմուկ եւ կոմֆորտ։ Երկրորդ տարբերակը մետաղյա թիթեղյա տարբերակներ են։ Ունի 1000 ձևեր, ինչպես նշեցինք, 1000 գույներ եւ բոլոր տարբերակների հետ համահունչ է, ֆասադների մասին է խոսքը։ Մի րոպե։ Հասկանում եմ, որ այս ամբողջ ինֆորմացիայի ձեր գլուխը սկսեց ցավել։ Եթե ուզում եք ազատվել ավելորդ գլխացավանքներից, պարզապես դիմեք Tunecraft։ Կապի միջոցները մեկնաբանություններում կարող եք գտնել։ Նա կօգնի ձեզ ընտրել օպտիմալ տան տարբերակ, օպտիմալ մատերիալներ, օպտիմալ բյուջե եւ դուք կստանաք իրականում այն ռեզուլտատը, որը որ ցանկանում եք եւ պատկերացնում եք։ Խոսեցինք պատերից, տանիքից, ֆասադից։ Կարևոր է խոսել ամենաանտեսված բանի մասին։ Դա պաշտպանությունն է սողուններից եւ կրծողներից։ Հասկանում եմ, այդքան է հաճելի թեմա չի, բայց պետք է խոսենք։ Եթե տան ներքևի մասը բաց է, նրանք անպայման կգտնեն ճանապարհ, որպեսզի ցուրտ եղանակին պատը սպառվեն տաք ջերմամեկուցիչի մեջ։ Ինչպես լուծել այս խնդիրը։ Մաքսիմալ հեշտ։ Մետաղական ցանց, որից որ պետք է սկսվի հենց հատակի սենդվիչը։ Սվայաներից հետո, երբ որ հիմնական կարկասը կապվում է, ավելացվում է մետաղական ցանցը եւ հետո նոր շարունակվում է պատրաստվել հատակի սենդվիչը ու հետո դրանից նոր անցնում են պատերին։ Խնդրում եմ պահանջեք կառուցապատողներից, որ չմոռանան դրա մասին։ Երբ այս ամենը աշխատում է համահունչ, դուք ստանում եք իդեալական տուն, որը որ ջերմակայուն է եւ կարող է խնայել 40-ից 50% ձեր կոմունալ ծախսերից։ Այս ամենը ամփոփելով հասկանում ենք, որ կարկասային տունը դա պարզապես երկու հատ մեղ չէ, որը որ խփում ես փայտին եւ ստանում ես շատ լավ արդյունք։ Դա ինժեներական, ճարտարապետական եւ նորարարական լուծումներ են, որը որ հավաքվում է մի վայրում։ Առաջինը պետք է ունենալ նախագիծ, երկրորդը պետք է ունենալ վերլուծություն հողամասից, երրորդը պետք է ունենալ թույլատրություններ պետական մարմիններից, չորրորդը պետք է ունենալ ուղղակի ճիշտ տեղից աճող ձեռքեր եւ հինգերորդը պետք է ունենալ համբերություն։ Այս ամենը դուք կարող եք գտնել Tunecraft-ում եւ գիտելիք, եւ փորձ, եւ ճիշտ լուծումներ։ Անպայման բաժանորդագրվեք մեր ալիքին, միացեք մեր Instagram-յան էջին, որովհետեւ մենք շարունակելու ենք այս վիդեո շարքը եւ հաջորդում կխոսենք այն նյութերի մասին, որոնք որ աշխատում են Հայաստանում ոչ միայն թղթի վրա, այլև իրական կյանքում։ Մինչ նոր հանդիպում։